Ռաֆոս ջերմուկում ազով է 22 թվականի սեպտեմբերի 13-ին մի տարի 2 ամսվա ծառայող էր պատերազմի ժամանակ պոստերում էր տարել էին ինժեներական աշխատանքի պետք է շուտ իջացնեին, բայց չիջացրեցին Պասեցին գիտեին, երևի պատերազմ պիտի լինի, այդքան երեխու գլուխով պիտի ուտեին, չգիտեմ։ Ինչ գրասում որ զանգում էր։ Ոչինչ բան, իմ տղեն անես տղա է եղել։ Երբեք բանակից վատ բան չի ասել։ Ինքը մի քիչ ուրիշ հայրենասիրական ուրիշ ոճով էր ինքը մեծանում, չգիտեմ, ինքը ուրիշ ձևի էր։ Ինչ ասեմ։ Երբ որ սկսեց ծառայությունը Հուլիսի 21 թվականի հուլիսի 15-ին դուցում Կիրովականի դուցում էր ծառայում 7 ամիս ծառայելուց հետո չաստը տեղափոխեցին ջերմուկ։ Ինչ ավարտելն էր, համարյա 10 ամիս էր մնացել ավարտելուն։ Չգիտեմ։ Քանի տարեկան է։ 19 տարեկան։ Դպրոցը ավարտեց, ընդունվեց քննություն տվեց պոլիտեխնիկ ընդունվեց քննություններ տվեց գնաց նոր իմացա որ ընդունվել է տարան այտենց Ինչ էր ուզում դառնալ ինքը ծրագրավորում համակարգիչների հիվանդություն ուներ ասում էր ես գալու եմ համակարգիչների բան բացեմ կենտրոն բացեմ որ պետք է չգիտեմ վերանորոգման կենտրոն ինքը շատ էր սիրում իր հոբին էր համակարգիչը Պետք է սովորեր թողեցին կիսատ Մեղավորը պետք է պատժվի սենց չի մնալու այս երեխեքին այսը իր ընկերներն են չէ 10 ընկեր է իրար հետ տունի դպրոցում էին սովորում ընկերներ էին չենք Վարդենիսում Իր անկերները էին կոմնեն ջերմուկից չգիտեմ ինչ ասեմ կոտրեցին մեզի ապրելս մի աղջիկ մնաց մեզի անիմաստ հանուն էդ երեխու եմ ապրում թե չէ հեշտ չեմ ուզում որ ապրեմ չեմ ուզում առանց իրա ինքս կյանքով լեցուն երեխա էր ընկերասեր հասնող Մեկը չկա որ դպրոցում շնորհակալություն ավարտելուն հատուկ շնորհակալություն են հայտնել թե ինչ կրթված ինչ լավ տղա ունեք իսկական հայեցի ընտանիքի երեխա է չգիտեմ այնքան լավ է որ հրաշքին չեն գրել բանակում էին իր ընկերները իրան հրաշք էին անվանել այվազյան հրաշք էին կանչում այտենց բարի կամեցող տղա չգիտեմ իր նման տղա երևի իմ ազգի մեջ, ամուսնուս ազգի մեջ գոյություն չունի, ինքը մի քիչ ուրիշ, երևի, չգիտեմ, զգում էր, որ այդքան բդիներ, որ այդքան բարի էր, չգիտեմ։ Վերջին անգամ երբ եք ձեզ զանգել։ 12-ին, սեպտեմբերի 12-ին, երեկոն ժամը 10-ին զրուցել ենք, ինքը ոչ մի բան չի ասել մեզ, ինքը երբեք բանակից բան չէր ասում։ Եկավ արձակուրդ ուղարկեցին, չէ, արձակուրդ ուղարկեցին, իմացանք պոստեր են գնացել, մեզի չէր ասում, որ պոստեր են գնացել, գաղտնի էր պահե։ Հետո իմացանք պոստերը չէ, ասեց մամա, կյանքը ընդեղ է, անենց հոպարներ կա, ինքը այդ սև հովազի ջոկատի տղեկի հետ էր պայմանագրային, անենց հոպարներ կան, ասում է, կյանքը ընդեղ է ծառայություն, ներքև ինչ է ծառայություն չի ენი։ Գնաց ու գնաց, չգիտեմ։ Ասինք մնա խնդիր ուներ քթի, ասինք մնա վիրահատենք չէ, պետք է ես անպայման պոստեր գնամ, կյանքը ընդեղ է, ծառայություն ընդեղ է, ինչ ասեմ, կյանքը գնաց, մենք էլ ասենց մնացինք այնքան որ ապրելով, գոյատևելով, ապրել չի որ մենք ապրում ենք, գոյատևում ենք,